Երրորդ հանրապետությունից սահուն անցում է կատարվում դեպի հա 4-րդ հանրապետություն։ Ինչ եզրույթ է սա։ Հայաստանի դեպքում մի քիչ հարմար կլիներ դա ունենալ 18 թվականին, եթե պետությունը, պետական նոր իշխանությունը որոշեր, որ տեղի է ունեցել պետության զավթում։ Մի հատ 1920 թվին կամ 95-ին, երբ սահմանադրական հանրաքվեի ժամանակ են լիքը կեղծիքներ արվել, կամ 98-ին, երբ Քոչարյան Ռոբերտը իրավունք չունենալով առաջադրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում, թքել է սահմանադրության վրա, էլի։ Հա, եթե քաղաքական գնահատական էր տրվում, անցումային արդարադատություն էր գործարկվում դրա հիման վրա, անցումային արդարադատության գործիքներն էին սկսում կիրառել դատարանների, քննչականի, ոստիկանության, դատախազության քննազտում, դրանք փոխեք, ինքնըստինքյան տեղի կունենա Հայաստանի եղած հանրապետության, երկրորդ հանրապետության բարեփոխում։ Դուք թողել եք հանցագործ դատավորներին իրենց տեղերում, հանցագործ քննիչներին իրենց տեղերում, հանցագործ դատախազներին մի քիչ լվերև եք հանել էլի իրանց, հա, ու հիմա որոշել եք, որ 4-րդ հանրապետություն, որ հրճագի եք, ամեն ինչ դզվելու է, այդպես չի լինելու։ Հասարակությունը չի ընկալելու, մնալու է Փաշինյանի ծախողված պրոյեկտ անվանումը։ Հա, կարող է կողացնեն, սահմանադրություն էլ փոխեն, ընդունեն նոր սահմանադրություն ժողովրդով էլի իհարկե, հա։ Քարոզչական, պոպուլիստական բոլոր մեթոդները կիրառեն, շատ հնարավոր է որ անեն, էլի, բայց դա իրականում էլի մարդկանց սրտից պխած սահմանադրություն չի լինելու։ Հələ դուք հանցագործ դատավորին հանեք